Հայաստանը և Եվրոպական ներդրումային բանկը 50 միլիոն եվրոյի համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին դեկտեմբերի 16-ին ազգային ժողովի նիստում համապատասխան նախագծի վավերացման հարցի քննարկման ժամանակ հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։ Փաստաթուղթը ստացել է Հայաստան-Սյունիքի կայուն զարգացման ծրագիր անվանումը, հայտնել է պաշտոնյան։ Վարկի ծավալը կազմել է 50 միլիոն եվրո։ Միջոցները ըստ նախագծի ուղղվելու են տարածաշրջանի ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև առողջապահության և կրթության համակարգերին։ Ծրագրի հիմնական նպատակներից մեկը Լեռնային Ղարաբաղից և նրանց ընդունող համայնքներից բռնի տեղահանվածների կարիքների բավարարումն է։ Դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Իզմիրլյան բարեգործական հիմնադրամը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, ուղղված Հայաստանում երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ու թվային գրագիտության բարձրացմանը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Հուշագիրը վավերացրել են Հայաստանի Հանրապետության ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը։ Շնորհավորելով փոխըմբռնման հուշագրի ստորագրման առիթով, նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ եռակողմ համագործակցության այս ձևաչափը ամիսներ շարունակ իրականացված համակարգված աշխատանքի տրամաբանական շարունակությունն է։ Նախարարը կարևորել է հուշագրի նշանակությունը երեխաների առցանց անվտանգության ապահովման տեսանկյունից, ընդգծելով, որ տեխնոլոգիական արագ զարգացումները, բացի նոր հնարավորություններից, առաջ են բերում նաև լուրջ ռիսկեր։ Նախարարը կարևորել է հուշագրի նշանակությունը երեխաների առցանց անվտանգության ապահովման տեսանկյունից, ընդգծելով, որ տեխնոլոգիական արագ զարգացումները, բացի նոր հնարավորություններից, առաջ են բերում նաև լուրջ ռիսկեր։ Այս աշխատանքներում նախարար Հայրապետյանը կարևորել է պատշաճ կրթության անհրաժեշտությունը կիբերգրագիտության, մեդիագրագիտության, կիբերհիգիենայի ապահովման ուղղությամբ։ Տեխնոլոգիական արագ զարգացումները, բացի նոր հնարավորություններից, առաջ են բերում նաև լուրջ ռիսկեր։ Այս աշխատանքներում նախարար Հայրապետյանը կարևորել է պատշաճ կրթության անհրաժեշտությունը կիբերգրագիտության, մեդիագրագիտության, կիբերհիգիենայի ապահովման ուղղությամբ։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը 2026 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ընտանիքում ծնված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար 50,000 դրամ աջակցություն նշանակելու և վճարելու շարունակականությունն ապահովելն է, երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի համահարթեցումը և իրավակիրառական պրակտիկայում ծագած խնդիրների լուծումը։ Կառավարության հեղինակած պետական նպաստների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում։ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի ներկայացմամբ մշտադիտարկումներից ու վերլուծություններից ակնհայտ է, որ համակարգում իրականացվող բարեփոխումներից էական դրական արդյունքներ են արձանագրվել։